Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարտվածի հոգեբանական բարդույթով տառապող ու մանրախնդիր Ալիևը օկուպացված Արցախ է հասնում, թե չէ Հայաստանին ու հայերին է հիշում։ Նա կրկին մեղադրանքները շաղ տվել Հայաստանի օրվա իշխանությունների հասցեին։ Հայաստանի հետ խաղաղության շոուի ֆոնին Ալիևը Հայաստանը համարել է հանցագործ պետություն։ Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, ապա Երևանը շատ ավելի վաղ կդադարեցներ օկուպացիան։ Այդ փոքր ոչ այնքան հարուստ, նույնիսկ աղքատ երկրի հանդեպ, սակայն այդպես էլ պատժամիջոցներ չկիրառվեցին։ Ավելին, որոշ երկրներ Հայաստանին միլիոնավոր, միլիարդավոր դոլարների անվճար զենք էին տրամադրում։ Երկարատև խաղաղության հասնելու համար մենք միշտ պետք է մի քանի անգամ ավելի ուժեղ լինենք, քան մեր պոտենցիալ թշնամիները։ Պարտվողի հոգեբանական բարդույթ, որը իրենք փորձեցին կոմպենսացնել թուրքական, պակիստանյան եւ այլ տիպի աջակցություններով։ Այս գործընթացն Ալիևը նոր թափով իրականացնում է օգոստոսի 8-ից հետո։ Խնդիր է դրել դելեգիտիմացնել Հայաստանը, որպեսզի հերթական հարվածը հասցնելուց հետո միջազգային ասպարեզում խնդիր չունենա։ Իրենք հաճախ ռևանշիզմի մասին խոսում են, սա իրենց իրական վախերի մասին է խոսում։ Իսկ այդ վախերը իրենք չեզոքացված կհամարեն միայն այն դեպքում, երբ որ կլինի հայկական պետություն ադրբեջանական կամ թուրքական պրոտեկտորատի կարգավիճակում։ Այս ամենը նրա համար է, որ դելեգիտիմացնի Հայաստանի Հանրապետությունը եւ ապագայում, երբ որ ինքը հարվածացնի Հայաստանին, դա միջազգային ասպարեզում իր համար մեծ խնդիր չդառնա։ Выражаю признательность президенту Азербайджанской Республики. Ալիևի հաճախակի Հայաստանի հասցեին ուղված լուտանքներն ու Փաշինյանի Ալիևին շնորհակալություն հայտնելը հայ հանրության մոտ զարմանք է առաջացրել։ Շնորհակալություն հայտնելու հիմնավոր պատճառ կա արդյոք, հետաքրքրվել են լրագրողները։ Լսեք, ինչ որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, Հայաստանը պետք է վերաբերմունք արտահայտի։ Իսկ Ալիևի եւ ընդհանրապես ադրբեջանցու վերաբերմունքը հայի հանդեպ երբեք չի փոխվել ու չի էլ փոխվելու, կարծում են քաղաքագետները։ Սա խոսում են մասին, որ Ադրբեջանը ոչ միայն այսօր, այլև վաղը եւ մյուս օրերին ինքը շարունակելու է իր հասարակությանը պատրաստել եւ ծնուցել իր հասարակության էթնիկ ինքնագիտակցության մեջ ամենակարևորը հենասյունն է, ատելությունը հայերի նկատմամբ հայատյացությունը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ուզում է իրականացնի Հայաստանի տարածքում եւ Հայաստանի Հանրապետության դեմ նույնը, ինչ որ իրականացրել են Արցախի Հանրապետության դեմ, այսինքն գրավել, իրականացնել էթնիկ զտում, հայտարարել անօրինական պետական միավորում։ Անական նոր ռազմավարություններից մեկն էլ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան կոնցեպտի միջոցով լեգիտիմացնել Ադրբեջանի պահանջները Հայաստանի տարածքների նկատմամբ։ Սա ըստ քաղաքագետի կարտահայտվի մի դեպքում Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների բնակության հարցերը շոշափելուց ադրբեջանական կոթողների պահպանության կամ վերականգնման ծրագրի ներքո, իսկ այս բոլորի նպատակը Հայաստանին որպես կենսունակ պետություն դեֆորմացնելն է։ Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության նվաճումները, խոսելով նաև Ադրբեջանի ու Հայաստանի մասին։ Նա ընդգծել է, որ պատերազմը երկու կողմերի միջև կարող է սարսափելի լինել, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները լուծել է հակամարտությունը։ Այս ընթացքում հաջողվել է կանխել եւ կարգավորել մի շարք միջազգային հակամարտություններ, հասնել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի մինչև 5%-ի ավելացմանը, արտաքին օգնության բարեփոխում իրականացնել եւ ուժեղացնել վերահսկողությունը սահմաններին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ կատարել է անվտանգության ոլորտում առանցքային խոստումներ, լավագույնը դեռ առջևում է, նշել է Ռուբիոն։ Վարչապետ Փաշինյանը ճեպազորույցի ժամանակ նշել է, որ թրիփ նախագիծը մեծածավալ է եւ մշտապես առաջացնում է նոր չպարզաբանված հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Նա նշել է, որ նախկինում Հայաստանը հիմնականում աշխատել է փոքր նախագծերի վրա, ու հիմա անհրաժեշտ է սովորել խոշոր բազմաշերտ գործընթացներին։ Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի պատրաստակամությունը ողջունելի է եւ երկխոսության ընթացքում հասունացել է պահը, երբ հնարավոր են սիմվոլիկ եւ ոչ սիմվոլիկ լայն քայլեր։ Իրանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ կա ցանկություն ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Չեմ բացառում նաեւ, որ տնտեսական նպատակահարմարության եւ ներդրումային գրավչությունները որոշակիորեն ճշգրտվեն եւ կարող օրինակ պարզվի կամ գազամուղի նախագիծը կամ նավթամուղի նախագիծը ավելի վաղ է իրականացվում, քան նախատեսված է։ Բայց սա ոչ թե ես ակնարկում եմ, ոչ մի բան չեմ ակնարկում։ Ես նկատի ունեմ, որ շրջանակը կարող է դինամիկա ինքը process-ը եւ կարող է պարզվի, որ նավթամուղի կամ գազամուղի անհրաժեշտությունը ավելի առաջնային դիտվի ինչ որ հանգամանքների բերումով, քան երկաթուղու։
Թրամփի ուղի նախագծի փաստացի իրականացման եւ շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնել է արտաքին գործերի նախարարությունը։ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ Հայաստանը Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման նախագծի իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների գործընկերների հետ։ Trump Company-ն հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում եւ կստանա երկաթուղային ճանապարհային նավթային ու գազային խողովակաշարերի, ինչպես նաեւ օպտիկա մանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք, հայտնել է գերատեսչությունը։ Կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդների մի խումբ Սուրբ Ծննդից առաջ կոչ է ուղղել Հռոմի Պապին դիմել Ադրբեջանում պահվող 23 արցախահայ բանտարկյալների ազատ արձակման համար, նշելով նրանց վատթարացող վիճակը եւ Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը, հաղորդում է Քրիստիան Փոստը։ Կոչում նշվում է, որ բանտարկյալները Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին տարածաշրջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ ստումների զոհեր են։ Ստորագրությունների ցանկը գլխավորում են Նյու Յորքի Հռոմի կաթոլիկ arczepiskopusության կարդինալ Թիմոթի Դոլանը եւ Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու արևելյան թեմի arczepiskopos Անուշավան Դանիելյանը։ Հունվարի 1-ից առաջին փուլով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կընդգրկվի 1,600,000 մարդ, անդրադառնալով ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգով նախանշված ժամկետները խախտելուն եւ ուժ ներդնելուն, վարչապետը նշել է, որ ցանկանում են իդեալական պատրաստ լինել, բայց այդպես չի լինում։ Նրա խոսքով իդեալականի ձգտումը երբեմն բերում է անգործության։ Նա նաեւ կոչ է արել հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Նրա խոսքով ոչ բժշկական կենտրոններն են փախչելու, ոչ կառավարությունն է փախչելու, ոչ պոլիկլինիկաները։ Պետք չի հունվարի 1-ից գրող ձեռնարկել առողջապահական համակարգի վրա։ Համակարգը գնահատելու է, եթե այս մարդու վիրահատությունը, եթե մենք անենք 3 ամիս հետո իր առողջությանը անվերականգնելի վնաս չի պատճառվի, այդ վիրահատությունը լինելու է ոչ թե այսօր, այլ 3 ամիս հետո, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում տվյալ բուժառուին այսօր օգնենք, այլ այսօր կան ուրիշ մարդիկ, որոնց վիրահատությունը այսօր չանելը իրանց առողջության համար կառաջացնի անվերականգնելի հետևանքներ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը զրկվում է պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Շողակաթ հեռուստաընկերությունը հունվարի 1-ից կդադարեցնի գործունեությունը կառավարության որոշմամբ։ Լուծարումը պայմանավորված է տեսալսողական մեդիայի մասին օրենքում հոկտեմբերի 24-ին ընդունված փոփոխություններով, որոնցով կրճատվում է հանրային հեռարձակողների թիվը եւ վերացվում է կրթական մշակութային ծրագրերի պարտադիր պահանջը։ Արքա վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները կհաշվարկվեն եւ կվճարվեն 2026 թվականի փետրվար ամսից սկսած մինչեւ 2027 թվականի հունվար ամիսը ներառյալ։ Այն կվճարվի անկանխիկ գնումներից, որոնք կգերազանցեն 1000 դրամը, իսկ առավելագույնը մեկ գործարքի համար կկազմի 6000 դրամ։ Հաստատվել է Արցախից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը։ Նախագծով առաջարկվում է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման նպատակով տրամադրել աջակցություն հետևյալ ուղղություններով՝ ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի եւ իրականացման համար անհրաժեշտ աջակցություն, գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում։ Կառավարությունը հուլիսի 1-ից բնակապահովման նոր ծրագիր է նախատեսում իրականացնել Արցախից տեղահանվածների համար։ Նրանք կարող են գրանցվել սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրի հերթացուցակում որպես բնակարանային ֆոնդի պոտենցիալ շահառու։ Սոցիալնախարարը սակայն հայտնել է, որ այս պահին պահանջված բնակարան չլինելու պատճառով հնարավոր է չկարողանան տեղահանվածներին բնակարանային ֆոնդով ապահովել։ Այդ դեպքում նրանց կտրվի վարձավճարի մասնակի փոխհատուցում 40,000 դրամի չափով 10 տարի ժամանակով։ 10 տարվա ընթացքում կառավարությունը նրանց առաջարկելու է որևէ փուլում տեղափոխվել սոցիալական բնակարան։ Հրաժարվելու դեպքում քաղաքացիները կզրկվեն միջոցառումից, իսկ բոլոր նրանք, ովքեր բնակարան չեն հասցրել ձեռք բերել, որոշակի խմբերի համար աջակցության բնակվարձի ծրագիրը եւս 1 տարի կերկարաձգվի։ Վարչապետի անձնակազմը սակայն արձանագրել է, որ գործադիրի ծրագրերից ոչ բոլորն են տեղեկացված, մասնավորապես մարզերում։ Օրինակ Աբովյանում մոտ 10 հոգի խնդիրներ բարձրացրեց եւ ես հետո ձեր տեղակալից իմացա, որ 2-3 օրում լուծվել են այդ խնդիրները։
Հետևաբար հարցը առաջանում, որ մենք կարող է լավ չենք իրազեկում կամ համապատասխան կառույցները ճիշտ խորհրդատվություն չեն տալիս կամ իրենց պետք է կոչ անեն Ղարաբաղից տեղահանվածներին, որ պատշաճ կերպով դիմումներ ներկայացնեն եւ արագ լուծումներ ստանան։ Էլի իրազեկում, քանի տարի է մենք իրազեկման մասին խոսում ենք, չի ստացվում։ Բյուջեից փող ենք տալիս, կառույց ենք ավելացնում եւ այլն եւ չի ու այլ տեղից պետքա մարդու մոտ գնացող լինի։ Մարդու մոտ գնացող եղավ կլինի։ Հիմա այդ հարցը, որ ասում եք 3 օրում լուծվեց, ո՞նց լուծվեց։ Գնացիք մարդու մոտ։ 6 ամսով կարգելվի Հայաստանից ցորենի, գարու, հնդկացորենի, եգիպտացորենի ու ձեթի արտահանումը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում Հայաստանի շուկայի պահանջարկը, ինչը ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Նշենք, որ այս տարվա հունիսին արդեն իսկ 6 ամսով արտահանման ժամանակավոր արգելք էր սահմանվել, որի գործողությունը կավարտվի 2026 թվականի հունվարի 6-ին։ Հայաստանի Հանրապետության տարածքից Սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել։ Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանալջում կենսապաշարի կայուն օգտագործման եւ կենսաբազմազանության պահպանության պահանջից։ Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է տվյալներ դեկտեմբերի 17-ից 23-ը Երևանում մթնոլորտային օդի որակի մասին։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան կենտրոնում ամբողջ շաբաթ։ Արաբկիրում դեկտեմբերի 17-ին եւ 22-ին Շենգավիթում եւ Նոր Նորքում չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ջրային և ճանապարհային պարեկները Գեղարքունիքի մարզում բացահայտել են սիկ տեսակի ձկան ապօրինի տեղափոխման և որսի մի քանի դեպք։ Տարբեր հատվածներում կանգնեցված ավտոմեքենաներից և Սևանալջից հայտնաբերվել է ընդհանուր առմամբ ավելի քան 900 հատ, մոտ 330 կիլոգրամ սիգ։ Վարորդները ավտոմեքենաներով տեղափոխել են համայնքային ոստիկանության բաժիններ, բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։ Հայաստանում կստեղծվեն զբոսաշրջային կենտրոններ, հաշվի առնելով, որ հատկապես Երևանից դուրս զբոսաշրջային ենթակառուցվածքները դեռևս չեն համապատասխանում մեծ ու բարձր վճարողունակությամբ զբոսաշրջիկների ընդունմանը։ Նախատեսվում է ձևավորել նոր թեմատիկ երթուղիներ և կլաստերներ, ինչպես նաև բավարարել ճանապարհներն ու սպասարկման պայմանները։ Ներկայումս ցուցանակները և սանիտարական պայմանները, ինչի արդյունքում Հայաստանի զբոսաշրջային այցելավայրերը դեռևս պատրաստ չեն մեծածավալ այցելուների ընդունմանը, ուստի Հայաստանը հետ է մնում թե Վրաստանից, թե Ադրբեջանից։ Զբոսաշրջության փորձագետի կարծիքով զարգացման մեջ անհրաժեշտ է առաջնահերթ ուշադրություն դարձնել սահմանամերձ մարզերին, որոնք առավել կարիքավոր են, մինչդեռ մեր երկրում գործընթացը հակառակ ուղղությամբ է ընթանում։ Շեշտադրումը հիմնականում դրված է Երևանի վրա, մինչդեռ բազմաթիվ տարածաշրջաններ մնում են չզարգացած։ Մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու համար մենք պետք է ունենանք զարգացած տեղական ավիացիա, ինչը մենք գիտենք 20 թվականից սկսած ինչ խնդիրների մեջ է ցուցակ եւ այլը, եւ մեր տեղական ավիաընկերությունները բավականին խեղճ են։ Իսկ տեղական ներգնա туриզմը առաջին հերթին զարգանում է հենց տեղական ավիաընկերությունների շնորհիվ։ Քննչական կոմիտեն դեկտեմբերի 12-ին քրեական վարույթ է նախաձեռնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ միջոցառումների արդյունքում Զանգերի կենտրոնում եւ 1 անձի բնակարանում առգրավվել են շուրջ 80,000 ԱՄՆ դոլարից ավելի գումար, ոսկյա զարդեր, համակարգիչներ, տվյալների կրիչներ, աշխատանքային հեռախոսներ, վիրտուալ համարների ցանկեր։ Նախաքննությունը շարունակվում է կազմակերպության անդամների ինքնությունը պարզելու եւ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։ Վերանորոգված դռներ, ներկված պատեր ու նոր սարքավորումներ առաջին հայացքից ամեն ինչ իդեալական է, սակայն իրական պատկերը բացվում է միայն այն ժամանակ, երբ պոլիկլինիկայի դուռը ներսից ես տեսնում որպես հիվանդ։ Պոլիկլինիկաներում իրականացված հիմնանորոգումները գործնականում չի լուծել գլխավոր խնդիրը՝ հիվանդների անվտանգ սպասարկումը։ Համար 9 մանկական պոլիկլինիկայի անձնակազմն ու հաճախորդները տեղափոխվել են հարևան պոլիկլինիկայի շենք։ Ռենտգեն հետազոտության համար առավոտից հերթ կանգնած այս կինն ասում է՝ ամբողջ միջանցքը լցված է ջերմող, գունատ երեխաներով։ Նրանց կողքին մատի կամ ձեռքի կոտրվածք ունեցողներ, կատետրով փոքրիկներ, մեծեր ու առողջ մարդիկ։
Սոկաբոստով հիվանդը կանգնած է ու մի 10 հոգի գալիս է, մեկը կոտրված, մեկը թիվի։ Մանկական չկա, ես դրան պատասխանատու չեմ, ես ինքս էլ եմ կողմ եմ։ Ես վիճակություն եմ կան։ Խնդիրները սրանով չեն ավարտվում։ Ռենտգեն հետազոտությունից հետո հիվանդները մոտենում են բժիշկների սենյակներին ախտորոշման արդյունքները ստանալու։ Այդ սենյակի անմիջական հարևանությամբ գործում է սոնոգրաֆիայի սենյակը, որտեղ հետազոտվում են հղիները։ Ստացվում է, որ արտաքին հիմնանորոգումը չի ապահովում ներքին անվտանգությունը։ Իսկ վիրուսների տարածման պայմաններում նման կազմակերպվածությունը կարող է ավելի լուրջ հետևանքների բերել, ասում են բուժառուները։ Կանչերը շատ հաճախ բժիշկները չեն հասցնում սպասարկել տնային այցեր կատարել, ասում է առողջապահության կազմակերպիչը։ Ենթադրենք կին ուզում է գնա դիմի պոլիկլինիկա, հանձնի այդ HPV սկրինինգը, ժամերով այդ ասած, որ այդ միջանցքներում ոչ մի ախտահանիչ լապեր կախված չեն, ոչ մի սանիտարահիգիենիկ միջոցառումներ չեն իրականացվում։ Ըստ փորձագետի նույն պատկերը նաև հիվանդանոցներում է։ Չկա առանձնացված դուռ, մուտք, պատուհան թե վիրուսակիրների, թե մյուսների համար։ Պետք է առանձնացվի, այսինքն պոլիկլինիկայում այսպես կոչված կարանտինային կաբինետ լինի, որտեղ հենց, ասենք, վարակակիրները դիմեն կոնկրետ պատուհանին, այդտեղ հանձնեն անալիզներ, այդտեղ էլ իրենց տեղամասային բժիշկը մոտենա նայի, որ իրենք չտարածեն այդ վիրուսները այլոց վրա։ Ուժհաստատություններում հերթերի կառավարման համար գործում է Արմեդ հավելվածը, բոլոր այն քաղաքացիները, ովքեր չունեն այդ հավելվածը, չունեն սմարթֆոն, կարող են զանգի միջոցով պոլիկլինիկայում ատենավարման բաժնում ժամ գրանցել եւ մոտենալ։ Հերթերի կառավարման գործառույթը դրված է բուժկենտրոնի տնօրենի ուղիղ պարտականությունների վրա։ Կուջոյանն ասում է, ապահովագրությունն էլ հունվարից երբ կգործի, առաջի օղակը լինելու է պոլիկլինիկան, որից հետո է բուժառուն ուղղորդվելու բուժ հիմնարկ, հերթերը եռապատկվելու, քառապատկվելու են։ Պոլիկլինիկաները ոչ միայն չեն հասցնելու սպասարկել քաղաքացիներին, այլև այնքան ծանրաբեռնված են լինելու, որ որակն է անկասկած տուժելու։ Դեկտեմբերի 24-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Լոռու մարզում, Կատնարատ գյուղի սկզբնամասում բեմբեն դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում։ 3 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Տաշիր բժշկական կենտրոն, սակայն վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։ Մահացածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արեն Ս-ն է։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Տաշիրի բաժնի հերթապահ խումբը, օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքում Դավիթ-բեկ փողոցում բախվել են Զիկրը եւ մեկ այլ մեքենա։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդները հայտնել են, որ վնասվածքներ չեն ստացել։ Տեղում էին փրկարարության Երևանի թիվ 3-րդ շեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Բարեկները վթարը ձևակերպում են, պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի եւ վարորդների ինքնություն։